Նարինե Վարդանյան կոլորիտ ՍՊ-ի տնօրենն եմ եւ այս սրճարանի տնօրենն եմ։ Սրճարանի հետ կապված կարամ ասեմ, որ սա վանդալիզմ է, առանց տեղեկացնելու, առանց բանի, իրանք եկել են ու առավոտյան դրել սենց ավիրել են։ Որոշումը եղել է 3 քանդելու, իրանք այսօր արել են, երբ որ Սրճարանը 18 թվից չի գործում, բայց 100 դրամ հողի վարձակալության պարկ չի ունեցել։ Երբ որ հողի վարձակալության 100 դրամ պարկ կա լինում, կամ տարածքը մի քիչ փոքր աղտոտված, իրանք վրաս նամակը ուղարկում են, բա ինչի չեն տեղեկացնում։ Սա վանդալիզմ է, ոնց կարելի է ժողովրդին այսքան արհամարել։ Ավինյանը որոշել է, առավոտն էլ ուղարկել է, քանդել է։ Այդտեն չի կարելի։ Քաղաքապետի որոշումը կա։ Մի հատ ուզում եմ տեղեկացնեմ, ստեղ էլի կան ապօրինի ինքնական շինություններ, երկրորդ հարգը այ հետա ինքնական շինություն է, բայց երկրորդ հարգի տերան հենց մարդա, որ իրանք ոչ են կարան քանդել, կողքի է շինությունը ինքնական, բա ինչի չեն քանդում, եթե ինքը համայնքի հողի մասին է մտածում, համայնքի մասին, թող բոլոր ինքնականները քանդի, ահագին ժամանակ առաջ գրած էր YouTube-ում, որ ֆաստ Գրիզիտը ինչա դա պտի քանդի, քանի որ ինքնակամ է, բայց տերը գիտեք ով է, դրա համար չեն քանդում, որ մի քիչ փորփրեք դուք էլ կիմանաք տերերը ովքեր են, ինչի կարելի է քանդել, Վիվարոյի Վիգենինն է դա։ Ինչ եք հիմա պատրաստվում անել, ձեր իրավունքները փաստորեն։ Մեր իրավունքները պետք է իհարկե, մեր իրավունքները լրիվ ոտնահարվել է, երբ որ իրանք հայտնում են, որ իրանք քանդելու դեպքում մարդկանց տեղեկացնում են, իրանք ոչ մի բան չեն տեղեկացնում, իրանք ապօրինի գործունեություն են անում, ոստիկանությանն էլ բերում է, որ ով որ մի քիչ պատմայի, վերցնեն տանեն ոստիկանություն, պետք է բողոքեմ, դատախազությունն եմ գրելու, այն դեպքում, երբ որ մեր հիմա, մեր այս հարցը դատական պրոցեսում է, իրանք իրավունք չունեին քանդելու։ Մեր գործը 21 թվականից այսքան դատական պրոցեսում է, երբ որ դատարանը թուղթ էր ուզել այս վարձուն հոդվածի հետ կապված, մինչև հիմա այդ թուղթը իրանք չեն ներկայացրել, բայց քանդելը մի գիշերում Ավինյանի հրամանն է, ոնց կարան չանեն։ Այ հենց հիմա իմ մոտ դատարանի թուղթ կա, որ վարույթ են ընդունել, բայց պարզվում է, որ չէ, Ավինյանը ինչ ուզի են էլ կանը, ճիշտ ասում, որ այս իրա քաղաքն է, ինքը ինչ ուզում է, են էլ անում է։ Երկիրը մի օր է կարող է մեր շենքերում նստած, Ավինյանը գա մեր տներից էլ հանի, ասի դուս եկեք։ Չի կարելի այս կարգի մարդկանց տերորի ենթարկել, չի կարելի։ Մանավանդ այն դեպքում, եթե դու հին Երևանցի ես, ստեղ ծնվել, ստեղ մեծացել ես, այս այգու միշտ տենում եք մեր շնորհիվ է պահպանվել։ Գիտեք քանի անգամ քրեական գործ են հարուցել ին վրա, նախկինները, որ կարանային ստեղ իրանց օբյեկտները դնեին, բան անեին։ Իրանց փայ չհասավ, դե հիմա իրանք անեն, որ հետո էլ սրանք տանեն լափեն։ Պատկանում է կոլորիտ ՍՊ-ին, տնօրենը քուրս է, Նարինե Վարդանյան, ես եղբայրն եմ, Նարինեի Միսակ Վարդանյանը։ Սա այս տարածքը հենց հիմա գտնվում է դատարանում հարցը, պայմանագիրը չեն երկարացնում, ամբողջ գույքը հաշվառված էր կադաստրում դաժը պայմանագիրը դադարացված չի, մինչև հիմա վարձավճարները մուծում էին հողի։ Այսինքն խախտումներ չեն եղել։ Ոչ, այսօր քանդելուց ոչ զգուշացրել են, երեք որոշումը կայացրել են քաղաքապետի, այսօր եկեք քանդե, ոչ զգուշացրել են, եթե քանդելու են, գանք մեր գույքը անեին, սա գույքը տեսեք ինչ է կատկալ, ինչի է վերացվել, աղբիր, ու սա անօրինականություն է, պայմանագիրի ժամկետը երկարացնելու համար հարցը գտնվում է դատարանում, նոր քուրս գնաց կենտրոնի բաժնում հայտարարություն տվեց, որ անօրինական եկել են քանդել են։ Հարցը գտնվում է դատարանում, կա լրիվ փաստաթղթերը։ Բայց նշել են քաղաքապետարանից ինչ հիմունքով է։ Ոչ մի բան չեն նշել, ոչ էլ զգուշացրել են։ 3 որոշում անե քաղաքապետը, օրինական հարցը գտնվում է դատարանում, քանդում են։ Ինչ եք պատրաստվում անել։ Դիմենք դատարան փոխհատուցում ուզենք, անօրինական քանդել են։ Բիչ որտեղ է պետք է, եթե ստե դատավորները անօրինական գտնվեն, կդիմենք միջև որտեղ պետք է դիմելու ենք, որ անօրինականություն է տիրում, ինչ ուզում անում են։ Քանի քառակուսի մետր տարածք է զբաղեցնում։
60, այդպես քուրս հիմա կասի ստույգ, մի 440 չափով։ Ամբողջ հարկերը վճարում եք, ամբողջ օրինական։ Հիմա դաժե մեր պայմանագիրը չէին երկարացնում քաղաքապետարանը, բայց միջև այսօր մենք հողի վարձակալության գումարները վճարել ենք։ Սան մաքրումը, եթե ասում են բախի չեք տեղեկացրի, ասում են հասցեն չէ, 15 օր առաջ զանգ եք տվել, ընդ աղբեր թափած մերը չէր։ Նամակ են ուղարկել, որ աղբա թափած մայթին։ Մենք ապացուցեցինք, նկարեցինք, որ լրիվ մաքուր է տարածքը, այդ աղբն է, կողքը նաշնոյ կլուբ կա, հելումը տե ծխում են, թափել էին։ Նամակ են գրել թաղապետին էս կենտրոնի։ Չէ պատասխանել։ Ոչ մի բան։ Չէ, իրանք գրել են, որ տարածքը այդ հատված են, դեմի մասը, որ բան մաքրված չի։ Մենք պատասխանեցինք, նկարեցինք, կանչեցինք, իրանք է տեսան, որ լրիվ մաքուր է։ Այդ հատվածն է, ընդեղից ցլնում են իրանց հաճախորդները, սիգարետ, բանկա, թափում էին այդտեղ։ Մենք դիմեցինք, որ միջոց ձեռնարկեք, էդի հելնում են այդտեղ, թող իրանց հաճախորդներն մաքրեն։ 10-15 օր առաջ են մեզ բան արել, իսկ քանդելուց ոչ այսօր մեզ զանգա տվել, այս մարդիկ են զանգ տվել, այս ծաղկի կետից են զանգ տվել, ասել են